Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի հայ ժողովուրդ, ուզում եմ մի փոքր քաջալերել ձեզ, որպեսզի չմոլորվենք ամեն մեկս մի ուղղությամբ մտածելով, բացասականը տարածելով, բացասական էներգիայով լցվելով մեկս մեկի հանդեպ փնտրենք թշնամիները մեր ներսում։ Մենք պետք է ուղղություն ցույց տանք ցանկացած սխալվող հայի սիրելիներս։ Մենք չպետք է նրանց նման շարունակաբար թելենք նրանց թելերը եւ սխալ ձևով մտածելով երկիրը տանենք կործանման սիրելիներս։ Սթափվել է պետք այս պահին, ոչ թե մոլորվել, ոչ թե հույսներս կորցնել, այլ հույսներս այս պահին ավելի շատ ամրապնդել, հավատքը ավելի պետք է զորացնել, որովհետև սա մեր փորձությունն է։ Ինչու ենք չարչարվում, ինչու ենք տառապում, ինչու ենք տանջվում անդադար։ Մենք մի բուռ հայերս այս աշխարհում մի փոքրիկ ազգ, որովհետև մենք Աստծո ընտրյալն ենք սիրելիներս, որովհետև Աստված ուզում է մեզ իր ընտրյալ ազգին դարձնել այս աշխարհի տերը, հասկանում եք, բայց քանի որ ներքին թշնամիներ կան, որոնք չարից են և խանգարում են Հայաստանի ծաղկմանն ու բարգավաճմանը և նույնիսկ մեզ մատնում են թշնամիների ձեռքը, այդ ճղճի մարդկանց պատճառով է, որ այսօր այս իրավիճակում է մեր ժողովուրդը և Հայաստան աշխարհը։ Մենք պետք է զգոլ լինենք սիրելիներս, Քրիստոսն էլ տառապեց, անմեղ էր և արդար, ոչինչով մեղավոր չէր, բայց կրում էր իր ուսերին անդադար մի ամբողջ երկրագնդի մարդկության բեռը, կրում էր լուռ, երբեք չէր չարանում, այլ ընդհակառակը սիրով էր լցված բոլորի հանդեպ։ Մենք պետք է հասկանանք, որ նա մեզ օրինակ ծառայեց, սովորեցնելով մեզ սիրել մեկ-մեկու, ոչ թե ատել, սովորեցնելով մեզ միասնական լինել, որպեսզի հաղթել չարին։ Իսկ ինչ է միասնականությունը, դա մի միտք է, մի գաղափար, դա դրականորեն մտածելակերպ մեկը մյուսի հանդեպ, քաջալերել մեկը մյուսին, բարին ցանկանալ, օգնել մեկը մյուսին, ոչ թե խանգարել, ոչ թե ոտնահարել, այլ ձեռք մեկնել։ Աստված ընտրել է մեզ սիրելիներս, իսկ ընտրյալները միշտ էլ էպիկենտրոնում են, ինչպես Քրիստոսն էր կենտրոնում աշխարհի։ Ընտրյալները միշտ էլ փորձությունների մեջ են, ինչու, որովհետև մնացածները չարից են, նրանք հանձնված են չարին։ Մի կտոր հողի, մի բուռ հացի համար կոտորում են, արյուն են թափում։ Դրա համար սիրելիներս, ուզում եմ քաջալերել նորից ու նորից ձեզ, որ չդադարեք հավատալ, չհանձնվեք թշնամուն։ Մենք բոլորս դեռ շատ երկար պետք է արարենք այս երկրի վրա։ Մեր ազգը պետք է բարգավաճի և այս աշխարհի համար օրինակ պիտի ծառայի։ Այսօրվա մեր իրավիճակից մենք պետք է ավելի ինքներս մեզ հարց տանք և
ուղենք, թե ինչի համար է կատարվում այս ամենը մեր երկրի հետ, որովհետև մենք չենք կարողանում լսել Աստծո ձայնը, մենք հեռացել ենք Աստծոց։ Եվ այն բազմաթիվ աղոթքները փոքրիկ թվով հավատացյալների դեռ մեզ պահում է, դեռ մեզ պահպանում է ու պաշտպանում է չարից։ Այո, ցավալի է, բայց փաստ է, որ մենք կորցրեցինք մեր Արցախը ու հերթական անգամ մեզանից խլեցին մեր պապենական հողերը, բայց այն ամենը, ինչ մենք կորցրել ենք, Տերը վերադարձնելու է, սիրելիներ, Աստված տալու է մեզ մի մեծ Հայաստան, երբ որ մենք կարողանանք պատրաստ լինել միասնաբար, սիրով, մյանց հետ ձեռք ձեռքի տված, օգնել ու պայքարել հանուն հայազգի, հանուն հայ ժողովրդի և հանուն մեր զավակների ու սերունդների հետագա կյանքի բարգավաճման համար։ Մենք իրոք գալու է այդ օրը, որ դառնալու ենք ծովից ծով Հայաստան և դեռ պարելու ենք հայոց քոչարին, Արարատի լեռան գագաթին։